Տեղյակ եք, որ Փաշինյանը հույս գաղտնի որոշմամբ շուրջ 3 միլիարդ դրամ է բաժանել իշխանականներին, նախարարներին մոտ 70 միլիոն դրամ, վարչապետին ու փոխվարչապետերին ավելի շատ, բայց ասում է, որ թոշակները բարձրացնենք, թոշակառուն չի իմանա ինչի վրա ծախսի ավել գումարը, արդար է արդյոք, դուք ծախսելու տեղ չունեք եւ ծախսելու ձևը չգիտեք։ Ինչ ենք ստանում, որ ինչի մտածենք, թե ինչի վրա ծախսենք։ Հա? Ինչ ենք ստանում։ Eski Barcelona Nailç'ta düzgah. Nailç'ta özüm çünkü. Nailç'ta tek düzgah. Ճիշտ ասեմ, ընտրել ենք դրա համար էլ չգիտի։ Եթե չընտրենք, տենց չեր ասի։ Ո՞նց է կամ 10 միլիոն ծախսել։ Ես կամ չեմ 10,000 դրամ ծախսել։ Լավ է կրացնենք, երեխա պահենք, ընտանիք պահենք, փող ծախսենք։ Հիմա կամ չենք 10 մայր ծախսենք։ Իա կարմեն փողի վրա դստած ծախսել։ Այդքան կարամ ասել։ Խի չգիտի, խի ինքը գամ լավ տաքսի լավ ուտի կամ բանը կամ չի, թոշակառուն տաքսի։ Թոշակը պետք է 100 պակացլի, ոքանա շապատ մի հետ մի սուրտի։ Ու թոշակար հատեցի ճամ ուտի։ Պարկան շեշա ավակը որ հանցնի հատուտի։ Ես վեր մանտում իշ դապրի։ Ես չեմ տուր, ես վեր մարդու կապես միամիս։ Ես մանասան մարդու չեմ կամ ապրեմ։ Իրանք տակտեղը նստած, հագնված, կապնված, այդ պատգամավորներից կարող է 30% մասնակցի, բայց ստանա 100%-ը, որը մեր ժողովրդի քրտնիքն է։ Մեր հարկերից հակուտակում այդ գումարը եւ բաժանվում իրենց մեջ։ Շատ ճիշտ կլեր, եթե ինչ-որ մի փայաբաժն էլ, ես չեմ ասում, այտենց կոռուպցված գումար, թեկուզ 1000 դամով թոշակառուն կուրախանը։ Նրա համար էդ էլ նշանակություն ունի։ Դե ոնց կարա այտենց բանը ճիշտ լինի։ Այդ հարցը որ տալիս եք մի հատ խորը մտածեք նոր այդ հարցը տվեք։ Տեղ չունեն ծախսելու թոշակառուները։ Քարտային եք ցեմ թոշակառու ոնց է քարտայից օգտվելու։ Ոնց եք օգտվելու։ Դե ոնց են օգտվելու, չի կարող տնից դուրս գա, ոնց պետք է օգտվի։ Այն չի չգիտեմ։ Ոնց ես թոշակ ստանում եմ, չգիտեմ ինչի համար եմ ծախսելու։ Խի դասելու բանա։ Դասելու բանա որ ասում են։ Դասելու բան չի որ ժողովրդին խառնում են իրար։ Բան չով է բարձրացնում թոշակը, խանութի հաշվին։ Բայց թոշակառուն գիտի իր գումարը ոնց կծախսի։ Ոնց չգիտեմ մարդը 35 մայր թոշակ ստանամ, 35 մայրը չգիտի որտեղ բաժանի։ Պարտ կտա, հացին տա, կոմունալին տա, ընչին տա, շոր առնի, դեղին տա, ընչին տա։ Եթե չի կարող չբարձրացնի, բայց չխառնի իրար ասի 20% խանութը տալիս, 3% խանութ, ով ուզմա, թողնա խանութից առև տորան իրան 20% վեկալնի։ Ես չեմ ուզում, որ վերջը քարտ փոխվի բանան, ինձ են 20% պետք է, ինձ են 3% պետք, ինչ են խառնում իրար։ Ով ցանկություն ունի, թող նայել իրան քարտը փոխի, չումն հարցը։ Ով քշերը քնում է վեկենում մի նախարար տեն մեզ մի բան, որը մի հատ լավ դրեք, մի հատ քննարկեք, դեգրա ճիշտ է, ճիշտ չի։ Խի դրանց նման տնտեսագետներ կան, կոմունիստներից մնացած 80 տարեկան, 70, մի հատ հարցում անեն, ասեն ես բան ուզում եք սենց անեք, ոնց կլինի, ամեք նրանցից բաներ մաներ են նորմալ ջան։ 63 տարեկան կնիկ եմ, ասում 63 տարեկան ինչ տարիքա թոշակ ստանա, վերջը, բայց կέντեմ ճամփամակեմ 100 մանոտ բարձ չեմ տալի, թոշակ չստանամ, գոնե որ հացի տամ։ Իրեք հիվանդուն եմ տանը, ես ինձ էլ ասում չեմ։ Խիչ գիտեմ, դիմ չեք իչ վրա ծախսենք։ Փողը ինչ կրի, որ ոչ մեկի ծախսեմ, սրան յարան թրնեմ հակնամ։ Պերատան բարձրել թնգստել, սամ ինչը, Նիկոլին որպես ինչ անեմ։ Ինչ արեմ Նիկոլին, տան 3 հատ հիվանդուն եմ, 2 տարեկան եղանորը չի քայլում, ինչ անեմ։ Իմալի երեխան եմ, կես միլիոն փող են ուզում էր, իմ երեխինա պերացանը 40 տարեկան տղիս։ Մարդը նույնը։ 36 ման այդ թոշակ եմ ստան։ Ես դրանով ինչ ապրեմ, ցավը տանեմ, միայնակ էլ մայր եմ։ Հաշվան թամեմ, բայց ես էլ ուշ չեմ աշխատելի։ Մենակ կին եմ վեր ցավը տանեմ, ինչով աշխատեմ, չեմ կարողանում։ Այ եկել եմ հիվանդանոց, ջերս 2 կոպեկ չկա, որ ես իմ գործերն անեմ։ Ոնց չի մանամ։
Ոչ չեմ անում։ Հենց ծերը թոշակավը, հացը, ջուրը, մեկ էլ հետը ապրի, միշքան տարի կապրի։